Ես մինչ որ Հայաստանից կհեռանայի դա 2021 թվականներ, շատերը չգիտեն, որ ես պատերազմի ընթացքում եմ այստեղ եղել, երբեմն ինձ նեղացնելու համար անդադ գրում են, դե պատերազմի ժամանակ փախակ, բան ես այստեղ եմ եղել, մինչև 21 թվականը այստեղ ապրել եմ ու մտածում էի, որ կգնամ, կհանդարտվի ամեն ինչ, կփորձեմ մոռանալ, կատարվածը եւ այլն, բայց դու չես կարող, որովհետեւ քո ապրումները քեզ հետ գալիս են, պլյուս դրան գումարվում է նաեւ կարոտը, քո հայրենիքի երկրի, իր դրսևորման ձևերը այնքան տարբեր են, կարոտը նմանացնում նրան, որ երբ որ շատ հարազատ մեկին կորցնում ես ու էլ ոչինչ չես կարող անել, այդպիսի ծանր զգացում է այդ կարոտ ասածը, ու ունենալով անգամ հնարավորություն վերադարձի այստեղ ապրող մարդկանց պատկերացումներ իրենց երկրի կատարվածի վերաբերյալ ինձ խիստ սահմանափակում էր ինձ ցանկությունը վերադառնալու ու ես այդպես գեղեցկվում էի իրենց դրսևորումները շատ տարբեր են դու չգիտեմ վերջին տարիներին ասում եմ ես ավելի շատ քաղաքական գործիչների անուններ եմ սովորել քան կամ հիշում քան իմ գոլեգաների կամ ինչ է կատարվում իմ դաշտում Մարջան իսկ այնտեղի հայությունը իսկապես պատկերացնում է Հայաստանում ինչ է կատարվում թե իրենց պատկերը չեմ ծուր հայելիների տեսարանն է ինչ որ իրականությունը այնուամենայնիվ այդքան նկատելի չի միայն իմ ենթադրությունները հիմնված են սոցցանցերի վրա որովհետև ինչպես արդեն ասացի շատ սերտ շփումներ չեմ ունեցել հատկապես քաղաքական թեմաներով կամ երկրի վիճակով պայմանավորված իրենց կարծիքներ չեմ լսել դատելով սոցցանցերի իրենց գրառումներից, իրենց ապրումներից, որոնք այնտեղ արտացոլվում են, ենթադրում որ էլի իրենք ինչ որ փնտրտուքների մեջ են նոր մեկին գտնելու,